Բյուջեն, որը ներկայացրել է, կարող ենք վստահաբար կոչենք ձախողումների ամփոփման բյուջե, կառավարության վարած խայտառակ տնտեսական քաղաքականության արդյունքում, երբ արտածին դրական գործոնները վերացան կամ նվազեցին, մասնավորապես խոսքը վերաբերվում է ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված դրական ազդեցությանը տնտեսական, մենք տեսնում ենք, որ տնտեսական աճը գահավիժեց 5.2-5.4%-ի միջակայքում, այն դեպքում, երբ կառավարությունը խոստացել էր բարենպաստ պայմանների դեպքում 9%, իսկ սովորական պայմաններում 7%։ Հիմա մենք տեսնում ենք, որ կառավարությունը այդ թիրախին չի կարող հասնել, չի կարողանում։ Ունենք պետական պարտքի սրընթաց աճ, 2026 թվականին 6 տրիլիոնից անցնելու է պարտքը, այս տարավերջին արդեն 15 միլիարդ դոլարից է անցնում, այստեղ կարող եմ դրան դոլար ասեմ, որովհետև գոնե կենտրոնական բանկի փոխարժեքը կա, եւ ով պարադոքս իշխանության ներկայացուցիչները չեն էլ կարողանում նույնիսկ հաշվարկեն, թե պարտքը ինչ ազդեցություն ունի մեր տնտեսության վրա, որքան կլիներ տնտեսական աճը, եթե պարտքը լիներ սովորական միջին ինչ-որ մակարդակի վրա, որովհետև եթե 5.2-5.4% է աճը, այդ դեպքում առանց պարտքի հասկանում ենք, թե դա ինչ կարող է լինել։ Մյուս խնդիրը իշխանությունների շեփորահարած միջին աշխատավարձի աճը։ Եթե միջին աշխատավարձը 300-306 հազար դրամի կարգի է, ապա բնակչության 3/4-ը միջին աշխատավարձից ցածր աշխատավարձ է ստանում։ Հասկանում ենք, չէ՞ դա ինչ է նշանակում։ 4-ից 3-ը միջին աշխատավարձից ցած են ստանում։ Այսինքն բևեռացումը մեծացել է, իսկ միջին աշխատավարձի հղումները պարզ մեքենայություններ են։ Եվ անհուսալի վարկերը 330 հազարից ավել անհուսալի վարկ կա այսօր մեր բանկային համակարգում։ Չեմ կարող ասել քանի վարկառու կա, բայց 330 հազար անհուսալի վարկ կա։ Փոքր վարկերը, եթե 17 թվականին ընթանում են 46 հազար էին, ապա 25 թվականին արդեն մոտ 4 անգամ ավելացել են։ Դա բարեկեցության անկման ամենամեծ ցուցանիշներից է։ Մյուս քաղաքական ուղերձը դա պաշտպանական ոլորտի հատկացվող բյուջեի նվազեցումն է, եւ դրան էլ ավելացնենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարությունը բյուջետային ուղերձի ժամանակ։ Մենք մարտունակ բանակ չենք կառուցելու, մենք կառուցելու ենք պաշտպանունակ բանակ։ Հիշեցնեմ, որ 2020 թվականին պատերազմը սկսելուց մի քանի օր առաջ կառավարությունը հանրայնացրեց այսպես կոչված Հայաստան 2050 վերափոխման ռազմավարություն, որտեղ հպարտորեն կառավարությունը խոստանում էր կերտել մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը։ Ինչ է նշանակում մեկ շնչի հաշվով, իհարկե գիտությանը, բնությանը եւ մարդկությանը հայտնի չեն, բայց ամեն դեպքում իրենք հպարտորեն մարտունակ բանակ էին խոստանում կառուցել։ Հիմա խոսում են պաշտպանունակ, որ հանկարծ որևէ մեկը չմտածի, բա որ եթե հանկարծ մեկ էլ կարող է սահմանից մի քիչ են կողմ մարտական գործողությունների մեջ ներգրավի մեր բանակ, օրինակ Նիկոլ Փաշինյանը այլևս Ղազախստան կարող է բանակ չուղարկի, հիշեցնեմ, թե ինչ փառահեղ օպերացիա կազմակերպեց, երբ ինքը ԵԱՏՄ-ի պաշտպանության խորհրդի նախագահն էր։ Եվ Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարակ հայտարարությունները Արցախի վերաբերյալ, որ Արցախը թոք էր, Արցախը ֆեյք էր, եւ հենց այդ նույն օրերին, նույն վայրկյանին Ադրբեջանում դատախազը Արցախի ղեկավարության համար պահանջում է ընդհուպ մինչև ցմահ դատապարտում եւ մինչև 20 տարի դատապարտ, ուրեմն 20 տարվա ժամկետ եւ պատահական մարդկանց, որոնք հայտնվել էին այդ ծուղակում մինչև 16-17 տարի։ Նաեւ հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը ինքը Արցախի վերածննդի հրապարակում հայտարարել էր, որ Հայաստանն է Արցախի հանրապետությունում ընտրությունների լեգիտիմության երաշխավորը։ Իսկն ինքը խղճի խայտ չի զգում, ինքը պատասխանատվություն չի զգում այդ ամեն ինչի հետ կապված։ Եվ քանի որ անցան գերիներին, ստահուն խոսքը փոխանցեմ գործընկերուս։
Շնորհակալություն, ճիշտ է Քարորյան բյուջեին էր վերաբերում, բայց կարծում եմ, որ մենք ավելի լուրջ, ոչ թե ավելի լուրջ, ավելի ծանր եւ ավելի առաջնահերթ շեշտադրումների մասին պետք է խոսենք։ Եվ Արցախի կորստից հետո երևի հաջորդ ամենացավալի ապտակը, որի մեջ մենք շարունակում ենք ապրել, դա ինչին անդրադարձավ Արթուր Խաչատրյանը Բաքվում ընթացող կեղծ դատավարություններն են։ Դատավարություններ, որտեղ այսօր մեղադրյալի աթոռին նստած են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև պահվող այլ անձինք, եւ դրան զուգահեռ, ինչպես նշվեց, ՑՄԱ դատապարտման պահանջ դատախազի կողմից 16-ից 19 եւ 20 տարի, այսպես պահանջ Բաքվի կողմից։ Եվ դրան զուգահեռ Հայաստանում տոտալ մերժում Հայաստանի իշխանությունների կողմից տոտալ բառը միգուցե շատ նուրբ է ասած, ուղղակի պղծության հասնող ուրացում եւ այսօր ցեղասպան Ադրբեջանում, ցեղասպան Բաքվում կեղեքվում են եւ դատապարտվում են ռազմաքաղաքական ղեկավարներ, ովքեր Արցախի, ովքեր նաեւ Հայաստանի անկախության, նաեւ Հայաստանի անվտանգության համար են այսօր զոհասեղանին հայտնվել։ Եվ թվում է, թե պիտի Հայաստանի քաղաքական, թե ներքաղաքական եւ թե արտաքին քաղաքական օրակարգում մեր գերիների ռազմաքաղաքական նաեւ ղեկավարության վերադարձի հարցը լիներ ամենաբարձր առաջնահերթությունը գերակայությունը եւ հակառակ մի շարք պնդումներին, որը կատարվել է նաեւ արտաքին գործերի նախարարի շուրթերով, թե իբրև թե մեր իրենց գերակայությունը եւ բոլոր հնարավոր միջազգային ատյանները օգտագործում են, միջազգային ամբիոնները օգտագործում են այդ հարթակները գերիների վերադարձի առնչությամբ, բայց արդյունքում ունենք 0 արդյունք եւ ավելին քաղաքական մեծամասնության շուրթերով հայտարարություններ են այսպես տարածվում, որ իրենց օրակարգը բոլորովին այլ է եւ մենք նաեւ ապացույցները ունենք, հստակ ապացույցները, այլ վերջերս այստեղ Եվրանես խորհրդարանական վեհաժողովի, ուրեմն վեհաժողովի հերթական աշնանային նստաշրջաններ, որտեղ քաղաքական մեծամասնության падգամավորները պարզապես մերժեցին միանալ ընդդիմադիր падգամավորների նրանց թվում Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, ուրեմն բանաձևի փոփոխության առաջարկին, որը վերաբերում էին գերիների անհապաղ վերադարձի եւ ազատ արձակմանը, բայց դրան նախորդել են նաեւ Պորտոյում տեղի ունեցող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, որտեղ նույնպես իմ կողմից առաջարկված բանաձևին պարզապես չքվեարկեցին, չմիացան ուրեմն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները եւ հստակ այսպես ազդանշան տալով նաեւ միջազգային հանրությանը, որ Արցախի քաղաքական ղեկավարության եւ ընդհանրապես գերեվարված հայ մարդկանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճակատագիրը բացարձակապես քաղաքական օրակարգ չէ Հայաստանի համար։ Անկեղծ եմ ասում, չեմ ուզում ոչ նորմատիվ բառապաշար օգտագործել, բայց ավելի ոչ բարոյական վարքագիծ Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից Արցախի ուրացումից հետո դժվար է պատկերացնել։ Բայց եթե ժամանակ ունենք, ես կուզենայի մի քիչ անդրադառնալ բյուջեի, հատկապես հոգևոր մշակութային ոլորտին, ոլորտը, որի նկատմամբ բացառիկ հետաքրքրություն ունեմ եւ մեկ անգամ եւս նաեւ այս բյուջեով եւ ընթացիկ արդյունքներով ինչ ունենք, ապացուցվում է, որ այս իշխանությունների կողմից ունենք մեր կապարանոց պոպուլիստական հայտարարություններ եւ իրականություն, որը բացարձակապես այդ պոպուլիստական հայտարարությունների հետ կապ չունի։ Առաջինը վերաբերում է գիտությանը, հակառակ հայտարարությանը, թե գիտությունը կայուն զարգացման անկյունակարային ոլորտներից պիտի լինի, վերջերս ուղղակի առերեսվեցինք այն իրողությանը, որ գիտությունների ազգային ակադեմիան պարզապես լուծարվեց, դառնալով ընդամենը խորհրդատվական կազմակերպություն եւ այն պարագայում հիմնադրամ ավելի շուտ այն պարագայում եւ դեռ Հայաստանում չկա հաստատված գիտության զարգացման ռազմավարական ծրագիր։ Ես կուզենամ խոսեմ նաև շատ տարփողվող հանրակրթության բարեփոխումների մասին, ընդամենը մի քանի ցուցանիշ ասեմ, ատեստացիա, որը անդադար թափահարվում է ուսուցիչների կամավոր ատեստացիան, ատեստացիայի անցել Հայաստանի Հանրապետության ուսուցչական կազմի ընդամենը 20%-ը, տարակարգ ունի 1426 ուսուցիչ, իսկ այդ անընդհատ 700,000 աշխատավարձ ստացող ուսուցիչների մասին է շեփորահարվում, 300,000 դրամից ավելի աշխատավարձ ստանում է Հայաստանում ուսուցչական կազմի ընդամենը 7-5%-ը, եւ մյուս այսպես
թուղթը, որը այսպես ծածանվում է քաղաքական մեծամասնության կողմից, դա 300 դպրոց 500 մանկապարտեզն է։ Եվ մեկ անգամ եւս ես ուզում եմ հայտարարել այն ցուցանիշը, որ իրենց կառավարության ծրագրին գործունեության ընդհանրապես լավագույն դեպքում 6 ամիս է մնացել, մինչև 26 թվականին 2 ամիս, բայց Հայաստանի Հանրապետությունում խոստացված 300 ուրեմն դպրոցի փոխարեն մենք ունենք ընդամենը հանձնված, ավարտված 59 դպրոց։ Եվ պիտի ասեմ, որ ընդհանրապես այս վերջին 4 տարիների ընթացքում կապիտալ ծախսերի կատարողականը, միջին կատարողականը 40%-ը չի գերազանցում։ Եվ իսկ ինչ վերաբերում է մշակույթին, իհարկե մենք ժամանակ չունենք ավելի մանրամասնությունների համար, բայց ասեմ, որ ինչ վերաբերում է մշակույթի ոլորտին, այնտեղ ընդհանրապես այսպես հազիվ պահպանման ծախսերի մեջ են տեղավորվում եւ այդտեղ եւս մի շարք ոլորտներ ընդհանրապես այդ կատարողականները 20-22-12%-ի շրջանակներում են։ Եվ մյուս աղաղակող փաստը դա բուհերում տիրող խայտառակ 37 թվի մթնոլորտն է։ Իհարկե 37 թվի մթնոլորտում մեր ամբողջ հասարակությունն է եւ այսօր բոլորս ենք ականատես, թե ինչպես կարող է բռնաբարվել ազատ խոսքը, թե ինչպես են բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններում ուղղակի չի հանդուրժվում այլակարտությունը, այլախոհությունը, քաղաքական այլ բանակի ներկայացուցիչները եւ բոլորը հայտնվում են աղավանդակի հետևում եւ ընդհանրապես երկրում կամ ռեպրեսիայի կամ դեպրեսիայի մթնոլորտ է, բայց բուհերում եւս քաղաքականացումը այնքան ակնհայտ է կամ կուսակցականացումը, երբ որ բոլոր պետական բուհերի կառավարման խորհրդի նախագահները պարզապես քաղաքական մեծամասնության ԿՊՎ նախավն է նախագահից Հայաստանի Հանրապետության նախագահից մինչև կառավարության անդամներ։